Նիկոլ Փաշինյանը չի էլ փորձում թաքցնել հրճվանքը։ Ադրբեջանի նախագահն է մասնակցում Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ու թեև Ալիևի մասնակցությունը ընդամենը տեսակապով է, սակայն նրա անգամ վիրտուալ ներկայությունը բավարար է Փաշինյանի երջանկության համար։ Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Փաշինյանը հուսով է, որ վերընտրվելու է հունիսի 7-ի ընտրություններին եւ 2028-ին հենց ինքն է Հայաստանը ներկայացնելու Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։ Հայաստանի վարչապետն իր ելույթում բնականաբար անդրադարձավ Վաշինգտոնյան հանդիպմանը Թրամփի հովանու ներքո ստորագրված խաղաղության հռչակագրին, TRIP նախագծին, այն ներկայացնելով որպես խաղաղության փրկողակ։ Բարեողջույններս Բաքվից, մեզ համար եւ վստահ եմ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։ Ալիևը խոսեց Հայաստանի ապաշրջափակման մասին, հիշեցրեց, որ Ադրբեջանով բեռներ են հասնում Հայաստան, ադրբեջանական նավթն ու բենզինն էլ վաճառվում է այստեղ։ Հայաստանն ու Ադրբեջանը նրա խոսքով 9 ամիս սովորում են ապրել խաղաղության մեջ։ Սակայն Ալիևի ելույթի մեծ մասը նվիրված էր ադրբեջանական թեզերն առաջ մղելուն։ Ալիևը հայտարարեց, թե ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելավոճ, քանի որ նրա ձևակերպմամբ իր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Իսկ Եվրոպական խորհրդարանը 4 տարում ընդունել է 14 բանաձև, որոնք Ալիևի խոսքով սուտ տեղեկություններ ու զրպարտանք են պարունակում Ադրբեջանի մասին։ Դրա համար Ադրբեջանը որոշել է անցնել գործնական քայլերի, խզել կապերը Եվրախորհրդարանի հետ։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում եւ նախաձեռնել ընթացակարգ Euronest-ի խորհրդարանական վեաժողովին անդամակցության մասնակցության դադարեցման։ Երևանյան հարթակը Ալիևը ծառայեցրեց պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումը արդարացնելու համար։ Նա արցախցիներին անվանեց սեպարատիստներ, իսկ Արցախի ղեկավարներին, որոնք պատանդ են Բաքվի բանտում, անվանեց պատերազմական հանցագործներ։ Սեպտեմբերին 23 թվականի Ադրբեջանը ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում։ Մենք իրականացրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 ռեզոլյուցիաներ, որոնք թղթի վրա են մնացել 30 տարի։ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Փաշինյանը Ալիևի ելույթին չարձագանքեց, շնորհակալություն հայտնեց։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Եվրոպական կառույցներին ուղղված մեղադրանքներին ավելի ուշ պատասխանեց Եվրախորհրդարանի նախագահը։ Ռոբերտա Մեցոլան արտահերթ ելույթ խնդրեց, շեշտելով, որ նման քննադատությունները անարձագանք չպետք է մնան։ Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա, կարծում եմ, որ շատ արագ արձագանք պիտի ունենամ։ Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով եւ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք ворթեգրում են։ Հիշեցնեմ, Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձև էր ընդունել, որն առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև միջազգային երաշխիքների ներքո նրանց անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի իրավունքին։ Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների եւ պատանդների անարդարացի կալանավորումը, պահանջում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել նրանց։ Ու մինչ Հայաստանի իշխանությունը փորձում է խաղաղության անվան տակ մոռացության տալ Արցախի հարցը, Եվրախորհրդարանը վերահաստատեց իր հստակ դիրքորոշումը։ Ռոբերտա Մեցոլան Երևանում հայտարարեց. երբեք չեն փոխի այն դիրքորոշումները, որոնք ворթեգրել են։